Հակոբյան, Իվետան Եդիգարյան, Աշոտը Եդիգարյան, բոլորը Հայաստանում են։ Դուք ուղղակի չէիք կարող իրանց այստեղ հանդիպած լինեիք։ Ուզում ես ասել, որ ես իրականությունն ու երևակայությունը իրարից չեմ տարբերում, հա։ Ես մտածում եմ, որ այդ может быть երազ եք տեսել կամ էլ ինչ։ Կամ էլ թունավորման հետևանքով հալուցինացիա չի լինում։ Դե լավ։ Ես հիմա կպատմեմ, դու մենակ ինձ ասա, դա իրականությունն է թե հալուցինացիա։ Պատմեք։ Սկսեմ այն մասից, ինչը որ ես հստակ հիշում եմ ու պատկերացնում։ Ուրեմն աչքերս բացեցի։ Սկացի, որ գտնում եմ մի սենյակում, որ ինձ շատ անծանոթ է։ Որտե՞ղ է։ Կագազելը վարակովի։ Աշոտ Ղազարյանը։ Այդ պահից էլ բան չեմ հիշում։ Ղազարյան, ստացվում է, որ դուք ոչ միայն տեսել եք այդ Աշոտին, Իվետին ու իր պապային, այլ նաև ինքներդ ձեզ։ Հա, ճիշտ այսպես, ոնց որ հիմա ես քեզ եմ տեսնում։ Ու այդ Բոբոն էլ սենյակում։ Բոբոն, որը երեք եղել է իմ հաղորդման հյուրը։ Բոբոն։ Հա, մի հոգել սենյակում գետնին պարկած քնած էր։ Պարոն Ղազարյան, այս ամեն ինչը ոնց որ երազ լինի, հնարավոր չի հավատալ։ Պարոն Ղազարյան։ Կարո՞ղ ես գիտեմ, թե ինչ եմ լսել, եւ դա երազ չէր։ Ու որպեսզի համոզվեմ, որ դա թունավորման հետևանք է, ես ուզում եմ այդ Բոբոյին տեսնել։ Լավ, ես կկազմակերպեմ։ Հենց այսօր կարա, հենց այսօր, ու մինչև ես ճշմարտությունը չպարզեմ, ես չեմ հանգստանա։ Շտապ։ Եղա, պարոն Ղազարյան։ Շտապ կարա։ Ես Գրիշն ուրա Գրիշը։ Գրիշը երևի քուչում ավտոգրաֆ է բաժանում։ Ոչ, Գրիշը ասեց, որ գործերունին չի գալու, բայց ես պետք է զանգեմ նրան ու տեղեկացնեմ այն որոշման մասին, որ մենք կկայացնենք ընկերներ։ Շատ էլ ճիշտ էր որ չի եկի։ Այս իրավիճակը ընձի հունի ցանեգը։ Արև ձեզ։ Բարև։ Այն գիքորն ուրա։ Ո՞վ։ Արա դե մեկը կարեց երետ է դու, գրիշից բացի։ Է որ տունը սեր մտե։ Պեպոն, Պեպոյի է, դες Պեպոյի։ Դե Պեպո գիքորն այն բանն է էլի։ Վայ, հեչ նույնը չէ։ Պեպոնը դիպերել է Գաբրիել Սունդուկյանը։
Իսկ գիքորը, Թումանյանը, Հովանես Թումանյանը։ Բայց երկուսներ մեկը կյանքից էր դժգոհ, մեկն էլ իր տնից։ Հələ հասկացանք այն արտանցեք առաջի։ Բայց ասեք, որ շատ անսովոր է, որ գոնչոն հանտերի պես տեղ վերենգած չի։ Մի տեսակ տանը ստայլ էր տալի, էլի տան դիզայնին։ Գոնչոյի անունը չտակ։ Ինչ է։ Այն մարդ առավոտը արթնացել է, ոնց որ լրիվ ուրիշ մարդ, մի հատ արվեստագետ ընդե դրած։ Բայց մարդը ինչ կրնա մեկ գիշերվա մեջ այդպես փոխվի։ Հա, այդ հնարավոր բան չի։ Հնարավոր չի։ Հա։ Գոնչո, արիլը։ Այո, թակավոր ջան։ Կոնչո, ես դու գիտես գիրք ինչ բան է։ Այո, արդեն գիտեմ։ Նույն գոնչոն է էլի։ Բոբո, դու ես սիրում ես էլի մարդկանց թյուրիմացության մեջ գցել դու։ Մարդ արտակինը նկատի չունեմ։ Ինչը։ Այդ դեղից հետո ուղեղը ռեստարտ է եղել։ Լրիվ դարել է արվեստագետ մի հատ արվեստից հարց տվեք հլը։ Ես հարցնեմ։ Գոնչո ջան, ինձ ասա, Թիվլիսի հայկական թատրոնը ում անունով է։ Պետրոս Ադամյան։ Գյումրու թատրոնը ում անվան է։ Վարդան Աճեմյան։ Չգիտեիր։ Վարդան Աճեմյանը ծնվել է։ Վարդան Աճեմյանը։ Լավ է, դու գոնչո։ Հիմա հավատացի, պատիվնիկայի թատրոնի պատմությունը ոնց լինի։ Լավ էդի հետո։ Գոնչո, դու ինչ ես ծխում, ուղեղը հազարի վրա աշխատում է։ Նա ասա մենք էլ օգտվենք, էլի։ Ոչինչ չեմ ծխում, գիրք եմ կարդում։ Տեսորյանիր, ես մի Նոբելյան մրցանակ էի ստացել։ Ինչի համար։ Ինչի մար, այդ ադնակլասնիկի մեջ է, պես կոմենտ չկա, որ ես կարտացած չեմ, տարջել եմ։ Գոնչո ջան, համետիքի իշքի։ Ես The Life Millennium։ Էսի վերջի մեր աշխարհի 1000 տարվա ամենակարևոր 100 իրադարձությունների մասին է։ Գեսեք, բայց դա հնարավոր բան չի, որ մարդ քնի ու արթնանա, ու սկսի ամեն ինչ իմանալ, ամեն ինչից տեղեկացված լինի, ամեն ինչ հասկանա, դա բացառված բան է։ Անետ ջան, այդ քնելու չի։ Այդ դեղից է, որ ինձ սրսկել են։ Այդ դեղը որ սրսկան, իմ ուղեղի բջիջները սկսել։ Բջիջ, լեմերոփել։ Բոբո, բեքսեր, այդ տեղից էլի է սրսկի, ինչ որ է մի նոր խոդին գավ։ Այս դերի միլիգրամը բարձր էր, դրա համար էլ սենց էֆեկտ է տվել։ Դո լավ, իմի հասկացանք ախպեր, հասկացանք, որ այս մարդը խելոքացել է, խելքի ծով է։ Հա, բայց ու կրակը չնգանք, ասա ինչի համար ես կանչել, ինչի ենք հավաքվել։ Ճիշտ ասում, լավ, գոնչը դավեստից։ Ինչ։ Արա ասում եմ գնաստեի, սենց խելոք որ նայում եմ, չէ, ներվերես խանգարվում է, գնա։ Ես կգնամ գիրք կարդամ։ Հա, չէ ասում, շատ հետաքրքիր պատվեր եմ ստացել։ Իլոպ է, հա, պատասխան եմ գամ։ Լավացիր որ զանգեցիր։ Ճիշտն ասած, ես էի ուզում քեզ զանգեի։ Ինչի զանգելու համար պատճառ կար։ Դե քո նման սիրուն աղջկան զանգելու համար միշտ էլ պատճառ կգտնվի։ Այսօր ինչ ես անում։ Ուզում եի հրավիրեի քեզ ռեստորան։ Կնստեինք մի քիչ ավելի մոտիկից կճանաչեինք իրար, հա։ Ну, դե կարելի է, բայց ճիշտն ասած ես ուրիշ հարցով եմ զանգել Բոբո ջան։ Կարջան,
քո համար պատրաստ եմ։ Դու մենակ ասա, ինչա պետք։ Պարոն Ղազարյանը ուզում է քո հետ էլի հանդիպի։ Երեկվանից հարցեր կան առաջացած մոտը, ուզում է տա։ Իսկ ինչ հարցեր են, եթե գաղտնիք չի էլի իհարկե։ Դե հիմա ո՞նց բացատրեմ քեզ։ Տես։ Պարոն Ղազարյանը ասում է, որ ինքը արթնացել է ինչ-որ անծանոթի տանը, որտեղ տեսել է քեզ, դերասաններ Աշոտ Եդիգարյանին, Լեյլային, Իվետա Եդիգարյանին, Արտուրին Հակոբյան։ Ու ամենատարօրինակը ինքը իրան։ Պատկերացնում ես։ Բոբո։ Բոբո։ Հա, կարճան ստեղ եմ։ Ուղղակի ինձ բան ասեցիր, ուղեղս կախեց։ Հա։ Ու ես մտածում եմ, որ այս ամեն ինչը թունավորման հետևանք է եղել։ Ու մի բան էլ, Բոբո, պարոն Ղազարյանը ասում է, որ քեզ չի ճանաչում։ Ոնց։ Բա որ չի ճանաչում, ոնց էր ինձ հրավիրել ստուդիա։ Չգիտեմ, արի ինքդ էլ հարցրու։ Լավ, Կարջան։ Աշոտ Ղազարյանին ասամ 2 ժամից ձեր մոտ կլնեմ։ Լավ։ Լավ։ Մենք լուրջ պրոբլեմ ունենք։ Este supermarketu ari supermarket esti համեցեք դուք միշտ Կլասիկա լավն է։ Բայց չէ որ անցել են այսքան տարիներ։ Glendale Level Restaurant and Lounge ունի նոր առաջարկներ։ 12-ից մինչև 6-ը Happy Hour, հուկա, պիցա եւ խմիչք ընդամենը $33։ Եթե դուք ունեք 401k-ներ կամ այլ retirement պլաններ ձեր գործատեղերից, ապա միայն դիմեք Legacy Partners-ին tax-free rollover-ներ կատարելու եւ ապահովելու ձեր եկամուտը ամբողջ կյանքով մեկ։ Բարի գալուստ Eric Sweet Creation, որտեղ թարմությունը, համն ու բույրը միահյուսվում են սիրով։ Տորթեր բոլոր առիթների համար, ծննդյան, հարսանեկան եւ տոնական պահերի։ Eric Sweet Creation, քաղցրություն յուրաքանչյուր օրվա համար։ Օսիս Food Court համեղ ուտեստներ, հյուրընկալ ընդունելություն եւ բարձր սպասարկում։ Հեռախոսահամար 818 242 1958։ Օսիս Food Court։ SVH Travel Եվ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Որսավ ես կքաշվեմ արա։ Որսոքից հիմար իտեղ են դրետ իրանք են հիմար։ Ինչ են ուզում ինձանից արա սրանք։ Ոյ մոմոջան, ոյ աստոջան։ Փոփո, ինչ փոփո արա։ Մանկապարտեզ է խաղով իր փոփո։ Ես տարում ինչ փոփո արա։ Let's pass it. Արմեն ջան բարով, Աշոտ դապեր, դե Ղազարյան Աշոտը, Արմեն ջան կես մի հատ հարցով եմ զանգել, ապեր ես դու իմ ընկերներին բոլորին համարյա ճանաչում ես, բոլորի հետ շփվել ես, բոլորին գիտես, արա, ես Բոբո անունով ընկեր կապսանոտ ունեմ Արմեն ջան, ինչ, չէ, դե հետո կանդիպենք կասենք, եղավ, լավ, եղավ, Դավիթ Աշոտն, Դավիթ, լինում աչենուն հատ բոբոյ ալում արա, այդ բոբոն մի օր գալիս հատ տեսնում է երեխեք կասես հիմա ծնդել է, չէ, արա ես իսկականի ծնդել եմ, Դավիթ, ես բոբո անունով ընկեր ունեմ ախպեր, չէ,
Եղավ մերսի։ Սերով բարև։ Չէ, լավ է, դրամատուրգից դեռ։ Արա ինչ անեկդոտ, ախպեր ջան, ես հիմա ոչ անեկդոտի տրամադրություն ունեմ, ոչ սիրտ ունեմ։ Սաղ աշխարհին ես եմ անեկդոտ պատմում, արա։ Հիմա դու ես ինձ ուզում պատմես։ Լավ, պատմի։ Հետո շատ խնդալու, հետո Արա այն դեպիլ, չես հիշում, որ այդ անեկդոտը ես եմ քեզ պատմել, Արա ես Բոբո անունով ընկեր ունեմ, չունեմ, բայց ես զանգել, ախա ես էի զանգել։ Ալո, ասա, իչ, հա, բարև շալիկո ջան, իմացա, Արա ես քո ձենը որտից որտեղ ճանաչ, ասա ինչ արի։ Դե խառնեմ, տրամադրություն չունեմ, ասա։ Ինչ։ Ինչը։ Դու աննորմալ չես արա, աննորմալ ես արա։ Կաներս ախր։ Արա զանգել ես ինձ ասում ես մի հատ երգը երգի ինձ համար, ինչ երգ ես ուզում։ Երգեմ լավ, կերգեմ մենակ մի հարցից պատասխանի։ Ես Բոբո անունով ընկեր ունեմ, չէ՞։ Դե լավ, լսի երգը, չեմ կարող մոռանալ աչքերքոս, չեմ կարող չհիշել աշխարհքոս, Բոբոյի, ոյ Բոբո։ Լավ, հետո կերգեմ, Բոբոյի համար է չունեմ, ես հանգել հարստեմ ես Բոբո անունով ընկեր ունեմ, թե չի ինքը կիմանա։ Բոբո։ Չէ, ես հաստատ կաշմել եմ ուսորը։ Բոբո, երեկ երդվում էիր, թե դեղից հետո ոչ մի բան չի հիշելու։ Ամա մարդը ամեն ինչ էլ հիշում է։ Դեղի ստեղծողը ես չեմ։ Հասկացանք դու չես դեղի ստեղծողը, բայց քսեր դեղը փորձած դեղ է, ու բայց մի Աշոդը Ղազարյան սաղ ամեն ինչ կհիշե, են տանգի տիվերն էլ դարել է Էյնշտեյնը։ Որ այդքան լավ դեղ էր, մեզի ինչի չսրսկեցին, հը։ Հալավ ինչ եք վրա տվել։ Բոբոն էլ մեր պես տուժած է էլի։ Հեչ տուժած չէ, Անետ ջան, հեչ տուժած չէ։ Բոբոն երբ ուզենա իր գործը շարունակե, բայց եթե մենք մեր գործը շարունակենք ու վարվենք, դիք շատ վատ կեղնի։ Ես որ Աշոտ Գեդիգարյանի կերպարից չեմ կարա դուրս գամ։ Ուժ չունեմ, ուժը չի պատի։ Սպասեք, այս ամեն ինչի մեջը ես այդքան է վատ բան չեմ տեսնի։ Դու ո՞նց չես տեսնի վատ բան է, եկուց մյուս օր խմբով գնալու են դատարանի առաջ կանգնենք։ Հա, դե կրնա եղնի, բայց եթե Աշոտ Ղազարյանը ամեն ինչ հիշել է, մենք ընչենք ստեղ նստած։ Ուր դեղ եղնինք։ Բերտու, ջելու։ Հա, ճիշտ է ասում Կարինեն։ Հնարավոր է, որ Աշոտ Ղազարյանը կասկածում է, որ դա մենք ենք։ Դրա համար էլ Բոբոին ականչել, որ իր կասկածները կամ հաստատի, կամ փարատվի։ Կամ էլ պոլիսներն արդեն ստուդիայում են։ Ու ինձ կանչել են, որ ձերբակալեն տանեն։ Բոբո, ես գիտեմ, որ դու պինդ տղա ես ու մեզ փուրը չես տա։ Բայց եթե քու կաշին փրկելու համար մեզ ծախեցիր, իմացի որ ամբողջ կյանքումդ մեր երկրպագուները քեզ հետապնդելու են։ Քեզ տես, Բոբոն ոչ մեկին չի ծախել ու չի ծախի։ Շեֆ ջան, ես լսացի, որ դուք ինչի մասին եք խոսում։ Ես գիտեմ ինչ պիտի անենք։ Հա, դե սա մենք էլ իմանանք։ Չէ, դա ձեր ականջի համար չի։ Էդի մենակ պիտի շեֆիս ականջին ասեմ։ Շեֆ ջան, էլի գնանք ես կբացատրեմ ճամփարին, որ ինչ պիտի անենք։ Դե սենց տնեց մեկը պիտի գնամ։
ուրիշ տարբերակ չկա։ Հա, բոբոջա, բայց ինչ կրինի, գոնե ասա, ինչ միջոցառման մասին է խոսքը գնում, մենք էլ հասցնենք, նախապատրաստվենք, եթե իհարկե քեզ չձերբակալեն, էլի։ Հա։ Մի հատ մեծահարուստ ծանոթ մարդ կա, ուզում է իրա ու իրա մոտիկների համար մի հատ հումորային ներկայացում խաղաք։ Բոբո, շատ փող է տալիս։ Շատ։ Հա, դիք հասկացանք, բայց այդ թատրոնը ներկայացումը պիեսը այդ ինչ որ գրած է բառերը կա։ Չէ, չկա։ Ասեցի մարդը օրիգինալ բան է ուզում ու դրա դիմաց մեծ փողեր է խոստանում։ Դուք նստեք, մտածեք, միջև ես գամ։ Կամ էլ չեմ գա։ Շեֆ ջան, էլի է տանք ուշացանք։ Ավտոն խոտու եկա։ Մտածեք։ Բարև ձեզ, էլի ես։ Մեր մոտ Պերերիվ թայմ, այսօր Ղազարյանս մի քիչ լավ չի զգում իրան, եկեք 3 հատ իքիբիր տվեք, 2 հատ խոզի խորոված տվեք, 2 հատ էլ հավի թևիկներ, տենց խորոված արեք։ Այն մսից դրեք, այսօր մի քիչ լավ չի զգում իրան, թող տանի հետը տուն։ Մեղք այսօր սիրտը մի քիչ ուրախացնեմ։ Ինչ լավ արագ եղավ, մերսի շատ։ Էս այն մսից, հա? Իթորն է այդ այն միս անընդհատ ասում ա պարոն Ղազարյանը։ Գնանք փորձենք։ Բարդես։ Ոնց եք։ Ոնց պիտի։ Ինչ հաղ է որ։ Վթար եմ ունեցել։ Այստեղ մեջքով, վզով ցավը։ Ինչ պետք է անել։ Հա, իմիջիայլոց գիշերն են սկսել եմ խռասնել։ Դա ակսիդենտից հետո է եղել։ Երևի։ Հա։ Ու դուք եք քշողը կամ դուք passenger եք։ Չէ, ես ուղևորն էի, հետևը նստացի։ Okay։ Ու դրանից հետո ինչը դա սկսեց ցավը։ Այս մեջքես վիզիսեք բռնվել է, չեմ կարող թեքվել։ Հա։ Okay։ Տեսել եք բժիշկ։ Չէ։ Okay։ Բժիշկ չեմ տեսել։ Երբ ա եղել այս դեպքը։ 2 օր առաջ։ Ցերեկի ժամը 2-ի կողմեր։ Okay։ Շատ կարևոր է որ բժիշկ տեսնեք։ Ու սկսենք գործերը։ Okay։ Այս թղթերը մի հատ կարող եք ստորագրեք։ Իհարկե։ Բժշկի օֆիսից կգեցի կզանգեն ու կգնաք appointment-ի։ Շատ բարի, շնորհակալություն։ Հաջողություն։ Հաջողություն ձեզ։ Լավ, մնացեք։ Նմանապես։ Aroma Supermarket, վայելեք լավագույնը։ Ես Քորի Թաթարյանն եմ։ Եթե ձեզ անհրաժեշտ է վթարի վնասվածքների համար փաստաբան, դիմեք ինձ։ Մենք կպաշտպանենք ձեր իրավունքները։ Զանգահարեք մեր գրասենյակ։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե lease, թե buy տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Հասեն 333 North Verdugo Road Glendale, ամրագրման համար 323 300 0003։
Ցանկացած ակսիդենտի դեպքում, երբ որ զանգում են մեզ, մեքենան գնում ենք, բերում ենք մեր մոտ, ինշուրանսից գումարը վերցնում ենք, ձեր մեքենան ֆիքսում ենք, ամբողջությամբ հետ ենք վերադարձնում ձեզ։ Մոնար։ 747 699 7999 Նախնական պատվերների համար զանգահարեք նախորոք Սանամյան Meat Market 747 699 7999 Լիովին վերանորոգված եւ վերափոխված Cielo Banquet Hall-ը ստեղծված է շքեղ միջոցառումների անցկացման համար Cielo Banquet Hall 818 504 8245 Հատուկ օրվա համար պետք է հատուկ ծառայություն։ One Dream Limo, ձեր հարսանիքների, ծնունդների եւ VIP միջոցառումների լավագույն ընտրություն։ One Dream Limo Հիշում ես ամեն ինչ, Բոբո ջան։ Հիշում եմ, բայց վստահ ես, որ կաշխատի։ 100% կաշխատի։ Բոբո ջան, մարդու ուղեղը ճիշտ ռեստորանի մենյուի նման է։ Դու մտնում ես ռեստորան, մենուն բացում ես, ու նա մի բան պատվիրես, բայց իրանք մեծև են այդ մենուն կազմը, որ դու իրան սիրածը պատվիրես, Բոբո ջան։ Բայց Ղազարյանը միամիտ մարդ չի է, դրան շատ դժվար է հակառակը ապացուցել։ Այդտեղ է քո սխալը։ Իրան թվում է, որ հիշում է։ Նա ընդհանրապես դերասանները էմոցիոնալ մարդիկ են։ Մարդը, որ էմոցիալ ունի, պատած իր մոտ սխալվում է, կարծում է հիշում է, կարծում է չի հիշում, տենց են։ Համի բան էլ ասեմ, լավա ռեստորանում դրած սելֆի չի արել։ Եթե սելֆի աներ, իսկապես խնդրի մեջ կլիներ, Բոբո ջան։ Բարագոնչո։ Դու միշտ ես այդպես խելոք եղել։ Թե քեզի եզի տեղ է իր դնումարը։ Ուրա ինձ այդպես բախ, Բոբո ջան։ Լավ, ես գնացի, եթե մի ժամից դուշ չեկա, ուրեմն բռնել են ախպեր, կգնաս տուն։ Մի վախեցի, ոչ մի բան էլ չի ելնի, հանգից պայքես, մի հատ խորոշ մուշ կաշի։ Դա արտաշն չի։ Գնա։ Նայեցի, որ գալիս ես, ասացի անձամբ կա, քեզ դիմավորեմ։ Ապրես կարճան։ Ղազարյանը հանդիպման է։ Ասում եմ, կարող է մի բաժակ սուրճ խմենք մինչև վերջացնի։ Սիրով։ Դե, ես էլ գնամ սուրճը դնեմ։ Պարոն Ղազարյանը ասում ես չի հիշում, որ մենք ծանոթացել ենք։ Վայ, ոչ միայն չի հիշում, այլ նաև մեծ սյուր բաներ է պատմում, ոնց որ ֆիլմից լինի։ Շնորհակալ եմ կարճան։ Անուշ։ Լսիկար, դու ընկեր ունես։ Յա, մի անգամից անցակ հարցակում, հա։ Սիրում եմ սենց պինդ տղամարդկանց։ Չէ, չունեմ, դեռ չունեմ։ Բա դու։ Ես էլ հիմա չունեմ։ Մի բան ասում չես նմանա, չէ։ Քեզ համար ինչ ուզում ես հարցրը։ Սենց որ քեզ նայում եմ, չեմ պատկերացնում, որ դու մի տղամարդ ես, ով սիրում է կենդանիներին, հոգ հատանում կենդանիների մասին, խնամում է իրանց։ Աճախակի արտակինը խափուսի կա, կարճան։ Սենց որ նայում քեզ մի քիչ ուրիշ ասոցիացիաներ են գալիս։ Օրինակ ինչ։ Օրինակ մաֆիոզ, քուլմեն, գանգստեր, բայց ոչ կենդանի սիրող։ Լսի, Կարաջան, քո սիրտը գրավելու համար անպայման պիտի կենդանի սիրենք, չնայած ես իմ կամփրից շատ եմ սիրում, հա։ Պարտադիր չի, բայց ցանկալի է, որովհետև ես էլ եմ սիրում կենդանիներ ու տանը կենդանի եմ պահում։ Ինչ կենդանի։ Մող ես։
Կատակ եմ անում։ Չեմ սիրում այդ մողեսներին ու սողուններին։ Իմ թութակն էլ սողուններից փախնում է։ Փաստորեն մեր ներկայացումը այն հաղորդման պես կիսաբաց մնաց։ Բոբոն ասեց, որ շատ փող են տալու ու մեզ պետքա օրիգինալ սցենար, հասկանում եք։ Հասկացանք օրիգինալ սցենար, օրիգինալ այդ պիեսը ինչ է, հա, բայց մեզնից դիքարվի չէ դանդեր, ով կրնակար է։ Ես օրինակ մեր դպրոցում վերջի զանգի սցենարը մի տարի ես եմ գրել։ Երբ որ Լենինը հեղափոխություն կեներ, հա։ Այդ ժամանակ սցենարով կգրեր։ Այդ ժամանակ կսենք մնաս բարով դպրոց, բարի գալուստ կյանք ու կերտայինք ու կերտայինք։ Ինչի լավ է տեքստեր էի գրել, էլի։ Ես էլ էի լավ տեքստեր գրում, բայց թամադաների համար, դե դա սցենար չի էլի իհարկե։ Ես մի բան գիտեմ, սցենար գրելու համար նախ պետքա գաղափար ունենաս, դե ինչի մասին է այդ ներկայացումը։ Հա, դե հասկանալի է, գաղափար եկեք, սպես բանը մենենք, Յանի մեմարտեմ, կուզե քաղաքականությամբ կզբաղվի, բայց ինչ որ կսե, սաղ սուտ։ Հե, բայց կինոներ, թատրոններ շատ կան։ Այ ուրիշ բան, եթե գլխավոր հերոսուհին աղջիկ լինի, ու իր հարսանիքից փախնի, հետո իմանա, որ այդ հարսանիքը իր հարսանիքը չէր։ Գագաս, ադիկ արդեն եղավ Սանտա Բարբարա։ Լսեք, իսկ եթե սենց մի բան լինի, մի հատ մարդ ամեն օր արթնանում է ու մոռանում է, թե ինքը ով է, ու ամեն օրը սկսվում է նոր կյանքով, հա։ Այդպես կինոներ, լիքը կա։ Իսկ եթե ասենք մի մարդ կյանքից նադայել է, ու ուզում է ուրիշի կյանքով ապրի, բայց ժողովուրդը իրան չի ընդունում այդ ուրիշի կյանքի մեջ։ Քու կենսագրությունը կուզես կարես, հա։ Դե ինչ ասեցի, մի անուն կպցրեցիք, դե դուք մտածեք, մի լավ բան մտածեք։ Դե տես լավ օրիգինալ գաղափար ունենա, ենակը ծախեի Armflix-ի վրա, էլի։ Մեջս պայծառ միտք ծագեց։ Այդա։ Ահա։ Ուրեմն այսպես, մենք նմանագներն ենք, չէ։ Ահա։ Այսպես սովորական մի ադամ խումբ կհավաքվի ու կորոշե իրա եսը մոռացած ուրիշի կյանքով ապրեն խաղալ։ Լավ բաքս է, բայց Ֆինալը որն է։ Ֆինալը Սեմ Գագաշյան, այն որ ըմբես լավ կխաղան, ըմբես ջիգարով կխաղան, ըմբես համոզիչ կխաղան, որ իրանց իսկական եսը կմոռանան ու կսկսեն այլևս ապրել ուրիշի կյանքով։ Թույնա, ինձ դուր եկավ էս միտքը։ Դուրս է գալիս, մենք խաղալու ենք ինքներս մեզ, այսինքն մեր նմանակելու փորձն է սա։ Այսինքն գվախենաս, որ մենք մեզի բացահայտենք։ Կա նման ռիսկ։ Տո չենք բացահայտի, տո լավ խաղանք։ Մենք ո գոնչոն չենք։ Նեհադեմ ուղում նախքին կոնչոն, որտեղ ներկայիս կոնչոն մեզից խելացի է։ Լավ, եկեք ժամանակ չկորցնենք։ Ես գնամ պլանշետն ու նոթբուքը վերցնեմ ու սկսենք տանից աշխատել սցենարի վրա, հա։ Հարգիր մեզի, աբիս։ Հիմա ուզում ես ասես այդ գամբրը խոսում, հա։ Պարուշ սևա կարտասանում է։ Յա, ինձանից շատ են խոսում։ Ամարը հավասար է կարճան։ Մի հատ գնամ տեսնեմ, եթե Ղազարյանը վերջացրել է, միասին մտնենք մոտ։ Գնա կյանքս։ Հեսա, կգամ։